Բարձր ու գայթակղիչ է ուսուցիչների վարձատրությունը մեր երկրում ըստ վարչապետի։ Մինչև 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն ստացողներ կան, ասում է։ 2118 ուսուցիչ օրինակ ստանում է 300-ից 400,000 դրամ, 863 ուսուցիչ 400-ից 500,000, 109 500-ից 600,000, 22-ը 600-ից 700,000 դրամ եւ ամբողջ հանրապետությունում միայն 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի։ Ներկայացվող թվերը ըստ կրթության փորձագետի մեղմ ասած համոզիչ չեն, ասում է Հայաստանում 1000-ից ավելի ուսուցչի թափուր հաստիք կա, որ առ այսօր կրթական գերատեսչությունը լրացնել չի կարողանում, եւ ուրեմն, եթե ուսուցիչն այդքան բարձր է վարձատրվում, ապա ինչու մարդիկ չեն գնում աշխատելու։ Պաշտոնյաները մոռանում են ասել, թե այդ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչները ընդհանուր ուսուցիչների քանի տոկոսն են կազմում։ 300,000-ից ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչները կազմում են ոչ ավել 8%-ը։ Ամբողջ ուսուցչական կազմից դա նշանակում է, որ այդ թվերը էական որևէ բան չեն փոխում ուսուցիչների կյանքում։ Եթե այս թվերը իրական լինեին, ասում է մյուս փորձագետը, ապա այսօր ոչ միայն մանկավարժական համալսարանում թափուր տեղ չէր լինի, այլև դպրոցներում ազատ հաստիքներ։ Մասնագետի խոսքով հանրապետության 100-ից ավելի դպրոցում թափուր հաստիք կա, հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ շատ մասնագետներ աշխատել չեն ցանկանում, այդ թվում անվտանգային խնդիրներով պայմանավորված։ Եթե միտեղ աշխատում 300,000 ու գնամ սահմանամերձ բնակավայրում, ասենք միջի 100 աշակերտ ունեցող բնակավայրում աշխատեն, ձեռնտու չի լինելու էլի, որովհետեւ միջի 100 աշակերտ ունեցող դպրոցներում դուրիքաչափ արդեն իջնում են։ Բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրում պարբերաբար հայտարարում մրցույթներ են, աշխատող չունենք, դպրոցներ ունենք, որտեղ առարկան է, որոնք ընդհանրապես չեն դասավորված։ Փորձագետների խոսքով բարձր վարձատրություն արտահայտությունը ոլորտի պատասխանատուների կողմից ինքնին մանիպուլյացիա է։ Հայաստանում ըստ մասնագետի մեկ դրույքի համար ուսուցչի միջին աշխատավարձը 150,000 դրամ է ներառյալ հարկերը։ Ուսուցչի աշխատավարձը շարունակում է մնալ ցածր։ Պարզապես ուսուցիչները կարող են ստանալ հավելավճար, որոշակի պարամետրերի պիտի անպատասխանեն, անցնես կամորատեստավորում կա, օրինակ բտեճում է հավելավճար, կա հավելավճար մինչև 100 սովորող աշակերտներ, բայց դրանք հավելավճարներ են, աշխատավարձի բաղադրիչ են, բայց ընդհանուր աշխատավարձը մնում է ցածր։ Մասնագետների կարծիքով, եթե կրթական գերատեսչությունը իզորու չէ ուսուցիչներ բերել գյուղական բնակավայրեր, սահմանամերձ շրջաններ, ապա գոնե պետք է վերանայի տեղում դասավանդող ուսուցիչների աշխատավարձը։ Սոցիալական երաշխիքներ ու նվազագույն կենսապայմաններ են անհրաժեշտ մարդկանց իրենց կոչմանը նվիրված ծառայելու եւ այսպես կոչված կրթական խրամատը չլքելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։